Վերջին երկու շաբաթում Հայաստանում գերիների վերադարձի պահանջի ակտիվացումից հետո Բաքուն Հայաստանից պահանջում է այլ մարդկանց արտահանձնել։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը իբրև նեղացած Հայաստանի իշխանությունից գերիների հարցով բողոքի համար պահանջել է Երևանից արտահանձնել իբրև թե Հայաստանում թաքնված ռազմական հանցագործներին։ Խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը ի թիվս այլ բաների ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար։ Ռազմական հանցագործություն Բաքուն անվանում է Արցախի ազատագրական պայքարը, ռազմական հանցագործների այդ պայքարի հետ կապ ունեցող յուրաքանչյուրին, բացատրում է քաղաքագետը։ Առաջին հերթին սա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին եւ Ադրբեջանում սրա մասին երբևէ չեն թաքցրել, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Արցախի ազատագրական պայքարին։ Եթե որևէ մեկը կա, որ պատրանք ունի, որ սա կարող է իրեն չհասնել, ես պետք է հիասթափեցնեմ, որովհետև այս առումով Ադրբեջանը ունի շատ հստակ ռազմավարություն եւ չեն էլ թաքցնում։ Ադրբեջանի մի քանի 100 հոգանոց սև ցուցակների մասին վաղուց է հայտնի։ Բաքուն այսպես կոչված մեղավորների ցանկ է կազմել իր համար, որոնք իր համոզմամբ պետք է դատվեն ադրբեջանական դատարաններում։ Բաքուն կարող է թե քաղաքական, թե իրավական ճանապարհով հասնել Հայաստանում գտնվողների արտահանձնմանը, թեև քաղաքագետը քիչ իրատեսական է համարում, որ Հայաստանի իշխանությունը կկատարի Բաքվի նոր պահանջը։ Այն, որ Հայաստանի Հանրապետությանը պարտադրելով եւ Հայաստանի որևէ իշխանություն, որում կարող է ֆիզիկապես, բարոյապես, հոգեբանական եւ այլ հարակից բաներից ելնելով գնալ նման քայլի, ես կարծում եմ սա բացառված է։ Իրավական ճանապարհը առավել իրատեսական է համարում քաղաքագետը։ Հնարավոր է Բաքուն միջազգային ատյաններ հայցեր ներկայացնի, պահանջելով արտահանձնել մարդկանց, որոնք իբրև թե Բաքվում քննվող գործերին առնչություն ունեն։ Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը արդեն իսկ նման իրավական գործընթացներ չի ձեռնարկել։ Անկախ գերիների հարցով ոչ թե մեղմացած, այլ մի բան էլ ագրեսիվացած Ադրբեջանի պատասխանից, քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է լավ նշան է Բաքվի արձագանքը, հայ հասարակության բողոքի ձայնը հասել է Ադրբեջան։ Քանի որ Հայաստանի հանրությունը, ընդհանրապես հայությունը որոշել է գոնե մասնակից ցույց տալ, որ պայքարելու է այս խնդրի համար, մենք տեսնում ենք արդեն Ադրբեջանից արձագանք։ Սա լավ նշան է իրականում։ Նշանակում է, որ ինչ-որ բան իրենց մոտ փոխվում է, ինչ-որ մտահոգություններ ունեն։ Հաջիևն էլ պնդում է, թե Հայաստանի իշխանությունն է մտահոգված Բաքվում իրականացվող դատավարություններով, հավանաբար նկատի ունենալով այն ցուցմունքները, որոնք Ադրբեջանի դատարանը կորզում է դատավարության մասնակիցներից, փորձելով ապացուցել, թե Արցախում Ադրբեջանի դեմ կռվել է Հայաստանի զինված ուժերը։ Սա պարզապես դատական լսումներ չեն Արցախի մեր մյուս հայրենակիցների նկատմամբ։ Սա դատական ֆարս է ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Ի պատասխան Հայաստանը պետք է ստանձնի աշխարհի տարբեր հասցեներում գերիների հարցով բողոքի ձայն բարձրացնելու մոդերատորությունը։ Լիլիթ Սարգսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։